Օգոստոսի 2-ին Լոռու մարզի Օձուն գյուղում կայանալու է հատուկ կարիքներ ունեցող անձանց ազգային երաժշտության ճախրուկ ամենամյա միջազգային 6-րդ փառատոնը։ Այս տարի փառատոնը կկայանա համագործակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի, Երևանի պետական կամերային երգչախմբի եւ հնագույն երաժշտության տաղարան համույթի հետ միասին։ Փառատոնը ինչ է իրենց ենթադրում, ծրագիրը փոքր մանրամասներ եւ եթե չեմ սխալվում ամեն անգամ տարբեր տեղանք է կտրում անցկացնելու համար, ինչով է կազմակերպված այս ընտրությունը։ Յուրաքանչյուր անգամ ընտրում ենք հանրապետության տարբեր մարզեր, նպատակը որպեսզի համայնքը ունենա ակտիվ ներգրավվածություն եւ որքան էլ մենք խոսենք նմանատիպ յուրահատկություններով մարդկանց հնարավորությունների մասին, պետք է պարզապես առնչություն ունենան եւ ծանոթանան, թե ինչպես են կարողանում նման մարդիկ մշակույթը ներկայացնեն։ Եվ քանի որ Երևանը կտար այդ առումով մեզ հնարավորինս սահմանափակում, այդ գաղափարը կրելով յուրաքանչյուր անգամ շրջում ենք տարբեր մարզերով եւ յուրաքանչյուր տարի համապատասխան մարզում գտնվելով ավելի շատ փորձում ենք ներգրավել հենց տվյալ մարզի, թե հանրակրթական դպրոցներից, արվեստի դպրոցներից, հատուկ կրթահամալիրներից, հասարակական կազմակերպություններից, որտեղ որ աշխատում են նման յուրահատկություններով օժտված մարդկանց հետ։ Փառատոնի ծրագիրը որտեղ ինչ է սպասվում։ Քանի որ մեր փառատոնը ազգային երաժշտության փառատոն է, միանշանակ ազգային երգերաշտությունը հնչելու կոմիտասյան, նաև ունենք օրորոցային ստեղծագործություններ։ Մեր ազգային երաժշտությունը շատ ոգեղեն է, շատ յուրահատուկ կապ է ստեղծում հենց հանդիսատեսի հետ, թե մասնակիցների հետ։ Ամբողջ process-ը ինքնին դառնում է բուժիչ եւ ոգեշնչող։ Խնդրեմ ներկայացրեք համագործակցությունը ինչպես է իրականացվում ձեր ներդրում այս ամբողջ գործընթացում։ Սիրով, Կամերային երաժշտության ազգային կենտրոնը ճախրուկ հասարակական կազմակերպության հետ մեր առաջին համագործակցությունն է։ Մի քանի ամիս առաջ մենք կնքեցինք հուշագիր մշակութային համագործակցության եւ սիրով Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կառույցի ներքո գործող մեր երկու երաժշտախմբերը եւ ինչպես աղջիկները նշեցին, Երևանի պետական կամերային երգչախումբը եւ Տաղարան հնագույն երաժշտության համույթը, մենք շատ պատրաստակամորեն ուզեցանք մեր փոքրիկ նման ունենանք այս նախաձեռնության մեջ եւ կարծում եմ շատ գեղեցիկ օր ենք ունենալու օգոստոսի 2-ին եւ տասված դա շարունակական լինի։ Իսկ երաժշտականի շեշտադրումները Երաժշտական շեշտադրումները արդեն մենք մի քանի փորձ երեխաների հետ արել ենք հենց մեր կամերային երաժշտության տան դահլիճում, նախապատրաստական աշխատանքները մեր երաժշտախմբերի հետ մասնակցություն են ունենալու թե երաժշտական գործիքների նվագակցությամբ մեր խմբերի հետ միասին, թե երգչախմբի հետ երգեցողության մասով, ազգային ծրագիր, ոնց որ աղջիկները նշեցին, կոմիտասյան, ազգային, ժողովրդական երգերի մշակումներով բավականին հետաքրքիր ու շատ վառ գույներով ծրագիր է սպասվում մեզ։